կարա նորից կռիվ անենք։ Դի համակերպենք ապրենք, բա ինչ անենք։ Անորոշության մեջ է։ Աստված գիտի, վաղ ինչ է գալու գլխներից։ Կյանքս խնդրում եմ, արի գնանք էլ այստեղից։ Ահա, մեկը բան չի փոխվելու։ Մենք լավ վատ ապրել ենք։ Այս երեխեքը ոնց են ապրել։ Այս ազգը էլ չի կարող ոտքի տանել։ Թուրքը ամեն ինչ անում է, նույնիսկ մեր հողից է գերի տանում։ Պապան ուզում է տունը ծախի գնանք այստեղից, մեզ լավ բան չի սպասվում։ Անցած դասին որտեղ կանգ առանք։ Խես գետնակերպերից էիք պատմում, լոբստերի մասին, ու հենց հասակ ամենահետաքրքիր մասին զանգը տվեց։ Հիշեցի, հասել ենք լոբստերների կռվին։ Ուրեմն լոբստերները ունեն շատ հետաքրքիր հատկություն։ Երբ լոբստերը պարտվում է մենամարտում, իր մեջ իսպար վերանում է պայքարելու, կռվելու ցանկություն։ Անգամ իրենց պաշտպանելու համար հուսափում են կռվել նրանց հետ, որոնց ժամանակին շատ հեշտությամբ հաղթում էին։ Պարտված լոբստերը հաճախ երկար ժամանակով կորցնում է ինքնավստահություն։ Եվ երբ վերջնականապես դադարում է պայքարել, տեղի է ունենում անդառնալին։ Լոբստերի ուղեղը սկսում է տարալուծվել։ Այս ամենից հետո սովորաբար լոբստերները երկար կյանք չունեն։ Հա, պապ, այդպես էլ ասեց։ Ոնց որ մեր մասին լիներ։ Դու ճիշտ ես, տղաչան։ Մեզ հետ էլ հիմա նույն բանն է կատարվում։ Ձևավորվում է նոր գիտակցություն, որով մենք սկսում ենք հարմարվել պարտվածի, ստորացածի, նվաստացածի կարգավիճակի հետ ու դառնում համոզված, որ այլ կերպ չի էլ կարող լինել եւ միակ ընտրությունը մեր թշնամու ողորմածությանը հանձնվելն ու համակերպվելն է։ Պապ, բայց ես չեմ ուզում հանձնվել ու համակերպվել։ Ապրես տղաչան, երբեք չուրանաս քո ինքնությունն ու արժանապատվությունը, երբեք չհանձնվես ստորացմանն ու թշնամու գերակայությանը, երբեք չվստահես այն մարդկանց, ովքեր քեզ կհամոզեն, թե այլ ընտրություն չունես։ Հիշիր, պայքարողը միշտ ունի ընտրություն, իսկ աղերսողը ընտրություն չունի, անգամ դրա մասին մտածելու իրավունք չունի։ Իսկ ինչ է պետք անել, որ բոլորը պայքարեն։ Մեզ պետք է հեղափոխություն, բայց ոչ թե փողոցում, այլ մեր գիտակցության մեջ։